հնարավոր չի, որ իրենք չեն հասկանում, որ իրենք սպանել են այս երեխաներին։ Բառից բուն իմաստով իրենք մարդասպաներ են։ Այսինքն Փաշինյանին չի հաջողվում ջարդել երիտասարդների ողնաշարը հայրենասիրության, ազգայնականության։ Սուլթան Համիդին դա չհաջողվեց։ Թայլյաթին ու Էնվերին դա չհաջողվեց։ Նիկոլ նով է, որ իրեն հաջողվի դա։ Չունենք մենք մեր կրթական համակարգը պատահականության սկզբունքով։ Այսօր չափորոշիչը սա է, վաղը սա կպոտեսեք ինչ խայտարակ վիճակ է հիմա։ Հիմա մեզ ստիպում է իսկականից մեր հրաժարվել եւ դառնալ կրկնօրինակը։ Մենք բրենդային ազգ ենք եղել ու կորցրել ենք մեր արժեհամակարգը։ Ողջունում եմ հարգելի հեռուստադիտողներ, այսօր Եվրամեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել եմ մանկավարժ հասարակական գործիչ Կարին Տոնոյանին։ Բարև ձեզ, Տիկին Տոնոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք եւ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ Ռավիա։ Տիկին Տոնոյան, այսօրվա մեր թեման, որի մասին պատրաստվում ենք զրուցել, ոչ այն ինչն է, քան հայրենասիրություն, եւ որը մեզ իսկապես այսօր կարծում եմ, որ պակասում է։ Տիկին Տոնոյան, թերևս սկսենք նրանից, որ պատերազմից հետո Հայաստանում ամենատարբեր օղակներից քանդվում է հայրենասիրությունը, աջից եւ ձախ։ Դրա օրինակներն են ցեղասպանության ուրացումը, փառքի անկյունների վերացումը, հերոսների նկարների ջնջումը պատերից։ Դրա մասին իհարկե քայլ առ քայլ խոսենք, բայց առաջին հարցս հետեւյալն է. այդ ձեր խորքային վերլուծությունն է հետաքրքիր այս ամենի վերաբերյալ։ Ինչու է շարունակվում առ այսօր նմանատիպ քաղաքականություն վարվել ամենաբարձր օղակներից։ Շատ բարձ, որովհետև այս իշխանությունները եկել են առաջադրանք կատարելու։ Եվ կատարում են իրենց առաջադրանքը, այս ընտրություններն, կեղծված ընտրություններն էլ, որով իրենց հաջողվեց դեռ մնալ իրենց թախտի, իրենց ավելի ինքնավստահ դարձրին, եւ հիմա իրենք, եթե Աստված մի արասցե ոչինչ չանենք, եւս 5 տարի կջնջեն, կվերացնեն հայրենիք, հայրենասիրություն, Հայաստանին վերաազգային եւ հայկական բառերի ամբողջ բովանդակությունը իրենց բոլոր դրսևորումներով։ Այնպես որ որևէ զարմանալի բան չի կատարվում։ Ես կարծում եմ բոլորն էլ հասկացել են, մենք ում հետ գործ ունենք եւ շատ բարձ գնում ենք թրքահպատակության, իսկ թուրքերը իրենց պահանջներն են դրել եւ այդ պահանջները պիտի կատարվեն, որի գինը իրենց աթոռներին մնալն է։ Եթե իրենք չկատարեն, չեն մնա իրենց աթոռներին, բարձ չէ։ Տիկին Տոնոյան, եթե հասարակությունը հասկացել է ինչ քաղաքական ուժի եւ ինչ իշխանության հետ գործ ունի, ապա ինչու թեկուզ եւ նախընտրական process-ում քարոզարշավների ընթացքում Նիկոլ Փաշինյանին էին մոտենում ամենատարբեր մարդիկ, ներկայանում էին որպես զոհվածի ընտանիքից որևէ անդամ, տատիկ, մայր եւ այլն եւ ասում էին մարդ եմ կորցրել, երեխա եմ կորցրել, թոռ եմ կորցրել, բայց շարունակում եմ ձեզ ապավինել, ձեզ հավատալ եւ այլն։ Այ նմանատիպ մարդկանց հոգեբանությունը ինչու՞մն է կայանում։ Երևի ես իրենց պես պիտի լինեմ, որ հասկանամ։ Ես չգիտեմ հոգեբանությունը իրենց ինչու՞մ է կայանում։ Եվ գիտեք, երբեմն ավելի շատ հաճախ հրաժարվում եմ նույնիսկ հասկանալ։ Հրաժարվում եմ հասկանալ, որովհետև ինձ համար դա կլիներ իմ որդու հանդեպ դավաճանություն։ Իրենք իրենց որդուն, իրենց թոռանը, իրենց վերջո Աստծուն ինչպես են պատասխան տալիս, իմ պատկերացումներից այնքան հեռու է դա, որ թույլ տվեք չպատասխանել ձեր հարցին, որովհետև ես չեմ հասկանում իրենց։ Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Տիկին Տոնոյան, ձեր ետևում եւ իմ ետևում տեսնում ենք նկարներ, այսինքն Ռոբերտ Աբաջյանի նկարը, իմ ետևում արդեն Հայկազ Մկրտչյանի նկարն է, որոնք ջնջվել են պատերից եւ քաղաքային իշխանությունը սա պատճառաբանեց իբրև թե բարեկարգման խողիտական ներկայացրեց, արդյոք ընդունելի է այս պատճառաբանությունը եւ այն էլ զոհվածների, հերոսների նկարների մասին ենք խոսում։ Տարբեր ձև կարելի է դա մեկնաբանել, այդ բարեկարգում, վերանորոգում, ի՞նչն է վերանորոգում, նկարների նորից վերանորոգած տեղն են վերադարձնելու։ Ուզում հասկանալ իրենց այդ մեկնաբանությունը։ Ասում են Երևանն ենք բարեկարգում, բայց միթե սա բարեկարգում։ Մեր հերոսները խանգարում են, իրենց։ Անկեղծ ասած ես պատերազմից հետո շատ եմ առաջարկ ստացել, որ մենու այս նկարը տարբեր տեղերում ես միշտ մերժել եմ։
Եվ մերժել եմ նաև դրա համար, որովհետև նույնիսկ շապիկների վրա չեմ տվել։ Բազմաթիվ միջոցառումներով ասել են նաև մենու այն նկարն են ուզում, ես ասել եմ ոչ, որովհետև միայն այն, որ ես որաչափիկը մի օր հնացած կարող է մի անկյունում գծված լինել, ինձ ցավ է տվել։ Եվ նաև հենց այդ, որ այդ նկարը Պարզել պարզ է, հավերժ չէր մնանալու։ Անգամ ես չեմ մտածել, որ կջնջեն ինձ ցավ կտա, ես մտածել եմ, որ խունանա ինձ ցավ կտա։ Որ ես մի օր տեսնեմ մի ծեփ է թափվել կամ մի ճաք է տվել նկարը, ինձ ցավ կտա։ Ես չեմ ուզել մենու այս երբևէ տեսնեմ այդպես ճաքած կամ բան նկարը, որովհետև այնքան պայծառ են մեր հերոսները իրենց կերպարներում։ Ես ավելի լավ իրենք մեր հիշողության մեջ մնան այդքան պայծառ, քան թե դառնան մարդկանց ձեռքի կերտելու կամ ջնջելու թեմա բովանդակություն։ Դրա համար ես միշտ դեմ եմ եղել, նույնիսկ չեմ էլ մտածել ինչու եմ դեմ, հոգով չեմ ուզել եւ միշտ մերժել եմ, ասել եմ, չէ, խնդրում եմ մի արեք, շատ շնորհակալ եմ հարգանքի համար, նույնիսկ դպրոցներից եմ պահանջել, որ մենու այս նկարը չփակցնեն իրենց փառքյանքյուներում, որտեղ ես գիտեմ, հետո այդ նկարները հավաքվում են, դե ի վերջո փոխում են կամ ինչ որ թեմատիկ փոփոխություն է կատարում կամ բան եւ դրանք ինչ որ մի անկյունում մնում են փոշոտված, կեղտոտ, դա ինձ միշտ ցավ է տվել։ Ես ինքս էլ մեր դպրոցում առաջին տարվա միջոցառումներից հետո ունեմ տղաների նկարներ, նույնիսկ մի հսկայական ստենդային նկարներով ինձ նվիրել, դրանք հավաքել եմ, արկղերով փաթեթավորել եւ չեք պատկերացնի ամեն անգամ ճիշտ է փակ են, փաթեթավորված են, փոշոտվելու վտանգից, բայց միևնույնն է փակ են։ Հասկանում եք, իրենք փակ տեղ են եւ դա գիտեք սրբապատկերը երբ որ փակ տեղ են դնում, ասում են լավ չի։ Ինձ համար իրենք նույնքան հավասար իրավունքներ ունեն պաշտվելու եւ ինձ միշտ անհարմարություն է պատճառում։ Թող իրենք երաբլուրում մնան, հա, թող իրենք չլինեն ինչ որ պահեսներում, անկյուններում, թեկուզ ամենակոկիկ տուփերով փաթեթավորված, պահված։ Դրա համար ինձ միշտ դուր չի եկել, որ տղաների նկարները այդպես են անում, իսկ ձեր հստակ պատասխանը տամ, իմ կարծիքով ինչու են այդպես անում։ Ես հակված եմ ավելի շատ մտածելու, նույնիսկ համոզված եմ դրանում, որպես մանկավարժ, իսկ մանկավարժը նաև լավ հոգեբանություն է տիրապետում, իրենց համար այդ նկարները ամենամեծ վախերն են։ Դա ամեն րոպե իրենց հիշեցնում է իրենց մեղքերի մասին։ Սա առաջին պատճառն է։ Ի վերջո ինչքան ուզում ես դու ստրուկ լինես ուրիշին, ինչքան ուզում է դու աթոռապաշ լինես, ինչքան ուզում է միևնույնն է ցանկացած մարդու մեջ թեկուզ 0.5% մարդ կա։ Ի վերջո ինքը սխալմամբ մարդ է ծնվել, հա, արտաքինով։ Եվ հնարավոր չի, որ իրենք չեն հասկանում, որ իրենք սպանել են այս երեխաներին։ Բառից բուն իմաստով իրենք մարդասպաներ են եւ հնարավոր չէ, որ այդ մեղքը իրենց հոգում թեկուզ ինքնախոստովանության ակնթարթային այդպես ցավ չպատճառի, էլի։ Նախ վախենում եմ, որ այդ հենց այդ հանցագործի մեղավորության թաքցրած այդ անդադ քո սպանած մարդուն նայելը պատկերացնում եք ինձ սարսափելի, էլի։ Եվ երկրորդ պատճառը, այո, իրենք հրահանգ են կատարում, որովհետև այդ նկարները անընդհատ պատասխանատվության եւ պարտավորվածության զգացում են առաջացնում հասարակության մեջ, իսկ իրենք հիմա ամեն ինչ անում են, որ մենք մոռանանք այդ տղաների մասին, մեր պարտքի մասին այդ տղաների առջև, որտեղ ի վերջո մեր պարտքը այդ տղաների առջև մեզանից պահանջում է ազատագրել Արցախը, ազատագրել մեր գրաված հողերը եւ դրա համար պատրաստվել, իսկ իրենք մեզ հակառակողությամբ են տանում։ Երբ զրուցում էի Տիկին Աննայի հետ, պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի մոր հետ, նա ասում էր, որ կարծիք ունի, կասկած ունի, որ այս քայլերը կատարվում են ադրբեջանցիներին եւ թուրքերին եւ նրանց իշխանություններին հաճոյանալու համար։ Կիսում եք նրա այս կարծիքը։ Կարծում եմ, այո, դա էլ կարող է լինել։ Ես ասացի բազմաթիվ պատճառներ կարող են լինել, բայց այնուամենայնիվ ես հակված եմ մտածելու, որ իրենք սարսափում են այդ նկարներից, որովհետև իրենք հակառակ բևեռների հերոսներ են։ Այսինքն ստացվում է հիշողության փոփոխություն քաղաքական ենթատեքստերով, քաղաքական պատճառով։ Բայց արդյոք նրանց կհաջողվի հասնել իրենց գերագույն նպատակին։ Ոչ։ Այդ դրանում համոզված է, որ ընդհակառակը
նման միջոցները ավելի շատ նպաստում են, արտնասնում են։ Ի վերջո գիտեք, անգամ այն ստրկային վիճակը, որ իրենք այսօր թելադրել են ամբողջ դպրոցական համակարգին, մանկավարժներին եւ ցավոք այն ստրկային վիճակը, որ թեկուզ անհամաձայնությամբ, դժվարությամբ, բայց որի մեջ մտել են մեր նաեւ մանկավարժները, ի վերջո մի օր պայթելու է, որովհետեւ կան նաեւ իրական մանկավարժներ, որոնք իրենց գործունեությամբ միշտ կողքի մանկավարժներին ցույց են տալիս, որ չի կարելի այդպեսին լինել, որ կարելի է նաեւ մնալ հավատարիմ քո արժեքներին եւ չվախենալ։ Իսկ այսօր Հայաստանում ես բազմիցս ասել եմ, վախն է տիրում։ Նիկոլ Փաշինյանը չի տիրում Հայաստանում։ Հայաստանում վախի տիրակալությունն է։ Մարդիկ ինքնակամ ստրուկ են դարձել իրենց վախերին։ Ինքնակամ։ Ի վերջո Նիկոլ Փաշինյան ձեռքը չի հասնի բոլորին, հա? Բայց ամեն մեկը իր տեղում արդեն իր ապառիկ իր համար վախենում է։ Այդ ապառիկ վախը, մենք ինչպես ապառիկի այսօր ամբողջ ազգովի դարձել ենք ապառիկի գերիներ, ֆինանսական առումով, այդպես էլ վախի ապառիկի գերիներ ենք դարձել։ Այդ ապառիկ վախի, որ հանկարծ ինձ էլ հասնեն։ Եվ միանգամից ավելի լավ է ես այսօր ստրկանամ, որ վաղ ինձ չհասնեն։ Սա է հենց քանդել մեր տունը, հա, այսպես ասեմ։ Տիկին Տոնյան, տեսեք, իշխանությունը ամբողջ քարոզարշավի ընթացքում եւ ամենատարբեր ժամանակահատվածներում խոսում է խաղաղության, սիրո մասին, բայց միևնույն ժամանակ ջնջվում են հերոսների նկարները, վարկաբեկվում են պատերազմի հերոսները, նրանց անունները։ Այս երկու հակադրությունները կարող են իրար կողքի նստել եւ կողքի լինել, առհասարակ գոյություն ունենալ։ Գիտեք, նրանց թե ով է դա անում։ Այս իշխանությունների ձեռամբ, ոչ, հնարավոր չէ, որովհետև իրականում իրենք ոչ մի խաղաղություն չեն բերում, ընդհակառակը, որովհետև որևէ կենդանի արարած, անգամ կենդանին հասկանում եք, որևէ կենդանի, որ տեսակը կարևոր չէ, իսկ բանական մարդը առավել ևս չի կարող երկար հանդուրժել նվաստացումը։ Իսկ մեզ պարտադրված խաղաղության մեջ ամենամեծ բաժինը նվաստացմանն է, մեր հայկական նվաստացման, հայկական կողմի նվաստացմանն է պատկանում։ Հետևաբար երկար չի տևելու սա, երկար չեն դիմանալու։ Եվ դրա վառ ապացույցը հիմա ես ուղիղ արշավից, ընդ որում երկրորդից 5-րդ դասարանցիների արշավից եմ ձեզ մոտ եկել։ Եվ այդ երեխաների, նույնիսկ այդ երեխաներին մենք չենք սովորեցրել այդքան բան։ Բայց այդ երեխաների խարույկի շուրջ զրույցից, այդ երեխաների երազանքները, երկար խոսում ենք, ինչ երազանքներ ունենք, ինչ ունենք, թելադրում են, հուշում են մեզ, որ մեր սերունդը գուցե դեռ կհանդուրժի այս նվաստացումը, իրենք չեն հանդուրժելու։ Այսինքն Փաշինյանին չի հաջողվում ջարդել երիտասարդների ողնաշարը հայրենասիրության, ազգայնականության։ Սուլթան Համիդին դա չհաջողվեց։ Թալյաթի նոյեմբերին դա չհաջողվեց։ Նիկոլն ով է, որ իրեն հաջողվի դա։ Կներեք, Հովհաննես Թումանյանն ասում էր, աշխարհում հաստատ մենակ մի բան կա, այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։ Հիմա հո իրենք հավերժ չեն, լավ 5 տարի էլ կառավարեցիք, էլի, լավ միևնույն է գնալու եք։ Չնայած ես համոզված եմ 5 տարի չեն կառավարի, որովհետև իրենց տերերին էլ այդքան պետք չեն լինի։ Իրենք հիմա կկատարեն լավ կամ վատ իրենց անելիքները, մի քիչ էլ կքանդեն։ Եվ երբ որ պետք չեղան, իրենք հետք են դրսի ուժերի, հասկանում եք, վկաներն են, գործիքներն են, իրենց պետք է վերացնել, իրենց վերացնելու են հենց իրենց տերերը։ Ես էլի եմ ասել այդ մասին, ցավոք որ մենք չենք անելու դա, որ մեր ուժը չպատեց դա անել, շատ եմ ցավում։ Բայց ո՞րն է պատճառը։ Ասեմ ո՞րն է պատճառը։ Մենք 30 տարի չենք ունեցել ազգային անվտանգության ծառայություն, որովհետև իրականում նրանք ներսից քանդեցին մեզ։ Իսկ եթե ներսից կարողացան քանդել, իսկ մենք շատ լավ գիտենք, թե ինչ կառույցներով դա արեցին, ուրեմն մենք բառացիորեն չենք ունեցել ազգային անվտանգություն։ Ես ասում եմ սա եթերից, եւ թող վիրավորվեն նրանք, ովքեր այդ ծառայություններում աշխատել են, ես հենց ուզում եմ իրենց վիրավորել, եթե իրենք իհարկե ունակ են, որովհետեւ ներկան է ապացուցում, չէ՞, գործն է անմահ, գործն է ձեր արած գործ այսօր, որը բերել է Նիկոլի իշխանության, ցույց է տալիս, որ մեր երկրում գոյություն չի ունեցել ազգային անվտանգության ծառայություն։
Ես հիմա նախագահների մակարդակով, նախկին նախագահների մակարդակով մեղադրում են այս իշխանություններին։ Ես էլ հարց եմ տալիս, բա դուք ուր էիք։ Բայց ձեր օրոք են սրանք այսպես թրքապատակ դարձել, հա, բան այդ հավաքագրվել, տարվել Թուրքիայում, Եվրոպաներում հատուկ վարժեցվել, բոլորը կենսագրությունը արդեն ափերիս մեջ է։ Բա դուք ուր էիք։ Ուրեմն դուք եք ծնել այս հանցագործությունը եւ դուք պիտի հեռանաք, որ կարողանանք իրենց էլ հեռացնենք։ Բայց արդեն այնքան եմ ասել այդ մասին, որ հոգնել եմ։ Ես հիմա ավելի շատ հավատում եմ տիեզերական ճշմարտություններին, քան մարդկային գործոնին։ Սերը սպանել ոչ ոքի չի հաջողվում, եթե այն կա։ Հայրենասիրությունը նյութ չէ, որ ոչնչացնեն, նկար չէ, որ մաքրեն։ Հայրենասիրությունը այրամբ է գալիս, այրամբ, կամ կա, կամ չկա, հասկանում եք։ Նույնիսկ չի դաստիարակվում հայրենասիրությունը, որովհետև եթե դաստիարակված է դրսից, արտաքին գործոնների տակ, դա ավելի բարենպաստ միջավայրում, որտեղ պետք է որ ինքան հայրենասեր լինի, ինքան անմիջապես փոխվում է ինչպես հիմա։ Տեսեք, իշխանության եկան նրանք, որոնց պահանջը անհայրենասիրությունն է, ժողովրդի մի հսկա մասը, որը այրամ չուներ այդ հայրենասիրությունը, փոխվեց, դարձավ նրանց թրուկը։ Դրա համար ցանկացած հասարակության, ասում են, 15%-ն է ազգը։ Այսինքն հայրենասիրությունը միայն ազգի հոգում է լինում։ Հիմա ամեն մարդ ինքը իր համար պիտի որոշի։ Ես ինքը ազգն է, թե ամբողը, թե այն հասարակության այն մյուս մասը, հասկանում եք։ Բայց արդյոք հայրենասիրությունը կորցնում է իր իմաստը։ Դե սերը ոնց կարող է իմաստը կորցնել։ Ինքը կամ կա կամ չկա, հասկանում եք։ Նյութականն է իմաստը կորցնում, որտեղ հնանում է, կոտրվում է կամ այլևս պետք չի լինում։ Սերը ոնց կարող է իմաստը կորցնել։ Ես դարբես հայրենասիրություն բառն էլ չեմ հասկանում, որտեղ միշտ ասում եմ, մենք ասում ենք մայրասիրություն, մենք երբևէ մտածում ենք մենք մայրասեր ենք թե ոչ։ Ինչ տարբերություն։ Ես ինչ բառ ենք օրինել հայրենասիրություն, ինչու կարելի է հայրենիք, այսինքն քեզ չսիրել, որտեղ ի վերջո հայրենիքը դու ես։ Ի վերջո հայրենիքը քո ավելի մասշտաբային ինքնությունն է եւ քո ինքնության գլխավոր բաղադրիչն է, որովհետեւ ինքը արյալն է, որտեղ դու որպես տեսակ, որպես գո իմաստ ես ստանում։ Հայրենիքից դուրս դու կարող ես շատ լավ ապրել, բայց դու անիմաստ ես, որովհետեւ քո ժառանգն այլևս տեսակի չի պատկանում։ Ինքը դառնում է խառնածին։ Տեսեք, մենք կենդանիների մեջ, չէ, ազնվացեղներին ենք միշտ աշխատում, ընտրում, ճիշտ է թե չէ։ Բա ազգը մարդկության ազնվացեղությունն է։ Եթե դու կորցնում ես քո ազնվացեղությունը, դու դարձնում ես ընդամենը գո։ Հիմա ինչ տեսակ կլինի կենդանի, ասենք, գայլ կլինես, արջ կլինես, թե մարդու կերպարանքով կլինես, ինձ համար այլևս նշանակություն չունի։ Ինձ համար մարդը հետաքրքիր է թե ինքը ինչ ազգ է։ Դու չի, հիմա ես հենց որ եկա, ձեր մակրոին, Բաքու մակրո չինացի էր։ Ինքը արդեն ինձ հետաքրքիր էր, որովհետև ինքը չինացի էր, հասկանում եք։ Ցավոք մարդկությունը դեռ չի հասկանում, որ մարդկային, այսինքն ազգը մարդկային տեսակներն են եւ այդ տեսակների մեջ է հետաքրքրությունը եւ դրել տեսակներն է վերացնում։ Պատկերացրեք, մենք մրգերի տեսակները վերացնենք, բույսերի տեսակները, դա ամեն ինչ մի տեսակ լինի։ Բայց մի օր այդ մրգերը ծիլ են տալիս, չէ՞, ի վերջո եւ իհարկե, ինչի՞ ասեմ, դրա համար այն միրգը, որի մեջ կորիզն առողջ է, ինքը երբեք չի վերանալու։ Այդ կորիզը, այդ միրգը կպահեն, կնեխացնեն, կուտեն, թե ինչ կան, միևնույն է, կորիզը մի օր ծլելու է։ Տիկին Տոնյան, այսօր շատ հաճախ խոսվում է ամենաբարձր օղակներով, խոսվում է նոր Հայաստանի, նոր արժեքների մասին։ Այ հետաքրքիր է ձեր կարծիքը, որ նոր արժեքների մասին է խոսքը, առանց ողնաշար Հայաստանի, առանց հայրենիք Հայաստանի, այսինքն առանց Արցախ Հայաստանի, դե գիտեք, ինչի մասին է խոսքը։ Ես դա էլ չեմ հասկանում, որտեղ ինչ է նշանակում նոր Հայաստան։ Ասենք ինձ համար ասում են 5000 տարի, բայց ինձ համար Հայաստանը շատ ավելի հին է։ Լավ 5000 տարի վերցնենք, 5000 տարվա երկրի նորը ո՞րն է։ Ասենք պապիկի նորը ո՞րն է։ Հիմա պապիկին դու ասում ես նոր պապիկ ես դու։ Պապիկը պապիկ է։ Մենք 5000 տարվա պատմություն ունեցող ժողովուրդ ենք եւ նոր Հայաստան չի կարող լինել։ Այսինքն նոր Հայաստան ասելով դուք ինչ է ժողովրդին մեկ կախարդական փայտիկի հպումով նորը դարձրեցիք։ Ինքը նույն ժողովուրդն է։ Իր բավականին սխալ նաեւ ապրելաձևով ու մտորումներով եւ սովորույթներով եւ նաեւ լավ լիքը
երկիրը նույն երկիրն է, կիսաքանդ, անհասկանալի, կարգ ու կանոն չսիրող, ինչն եք նոր դարձնում։ Ես նոր Հայաստան այդ ձևակերպումը չեմ հասկանում։ Ավելի լավ Հայաստան կհասկանամ, ավելի բարեկարգ Հայաստան կհասկանամ, ավելի խելացի գիտակից հայ ժողովուրդ կհասկանամ, բայց նոր Հայաստանը ո՞րն է։ Հորինել եք բառեր ու դրա ձեռքին գերի եք ընկել, խաղաղություն, նոր Հայաստան, դրանք պիտի բովանդակություն ունենան։ Բառերից բացի, ցավոք, որևէ բովանդակություն ես դեռ չեմ լսում։ Եվ ցավով եմ ասում, բայց որևէ քաղաքական ուժի կողմից չեմ լսում ավելի շատ բովանդակության մասին, քան անունների մասին։ Ասում են մենք այս ենք անելու, բայց դրա տակ գիտեք, մենք մինչև հիմա մեր հասարակությունն անգամ ապրում է առանց նպատակի։ Սա է մեր դժբախտությունը։ Դպրոցում մենք հասարակագիտությունն ենք դասավանդում։ Որևէ իշխանություն նախկին, չնայած բոլորն արդեն նախկին են, չէ՞, կամ այս պահին գործող իշխանություն երբևէ չի տվել, անգամ մեզ ուսուցիչներից համար ձևակերպում, մենք երեխաներին ինչ հասարակարգի համար ենք պատրաստում, բայց մեզ հարկադրում են հասարակագիտություն անցնել։ Հասարակագիտությունն առանց հստակ նպատակի, թե ինչ հասարակություն ես դու ուզում կերտել, ո՞նց ես դասավանդում, չէ՞ որ հասարակությունները տարբեր են, հա, ինչ ես ուզում, ավանդական հասարակությունները, որևէ մեկը չի մտածել, բովանդակությունը, դրա համար չունենք մենք, մեր կրթական համակարգը պատահականության սկզբունքով, այսօր չափորոշիչը սա է, վաղը սա կը, տեսեք ինչ խայտարակ վիճակ է հիմա, խայտարակ վիճակ է, մենք ուղղակի հին ավանդույթներով փորձում ենք դեռ շարունակել կրթել, բայց հինը արգելում են մեզ, հինը քանդում են, նոր էլ իմաստ տալիս ոչինչ չեն տալիս, նոր ինչ-որ չափորոշիչներ բաներ տալիս են, նպատակը ո՞րն է դրա, մենք ինքներս, որ կրթության գործիք ենք, չենք հասկանում, դուք պատկերացնում եք քանդակագործը քանդակի մի բան, ոչ իմանենք ինչի համար է քանդակում, բակի ասեն դու խփիր, դու շարունակել խփել, այստեղ մի քիչ խփիր, բայց ինքը չգիտի ինքը ինչ է կառուցում, սա է մեր խայտարակությունը։ Տիկին Տանյան, եթե այսօր չպաշտպանենք մեր արժեհամակարգերը, մեր հայրենիքը ի վերջո, ապա ինչպիսի հայրենիք ենք ժառանգելու 20-30 տարի հետո եկող ուրեմն սերնդին։ Գիտեք, ամբողջ ցավն այն է, որ մենք արդեն չգիտենք էլ մեր արժեհամակարգերը որոնք են։ Կորցրել ենք դրանք։ Այո, կորցրել ենք, մոռացել ենք ավելի շատ, որտեղ մենք շատ հզոր արժեհամակարգային, ժողովրդական փիլիսոփայության մեջ այնքան հզոր է մեր։ Ի վերջո մի մոռացեք, հիմա դրան հավատում են, ծաղրում են, թե ինչ են անում, բայց բոլոր հին հնագույն ասքերում, էպոստերում մենք սրբազան երկիր ենք, մենք սրբազան օրենքների երկիրն ենք։ Լավ, դա այդպես չի, որ դա պատիվ է կամ մեծարում է, դա պարտականություն է, հասկանում եք, եկեղեցին ավելի շատ պարտականություն է, քան թե եկեղեցին, պարտը, որ ինքը եկեղեցի է, ոչ եկեղեցին գործ ունի անելու, հիմա մենք որպես սրբազան հնագույն սրբազան օրենքների երկիր, մենք ունեցել ենք հզոր արժեհամակարգ, որը նաև տարածել ենք, մեր ազգի հենց ըստիս, մեր ազգի առաքելությունը հենց այդ տարածողը լինելն է սրբազան օրենքների, ի վերջո փաստերն են դրան ապացուցում, նոյ այստեղ փրկվեց, դա էլ էր պատահական, հա, ի վերջո հնագույն հերոսը Գիլգամեշը գալիս էր Հայաստանում չէ փնտրելու գաղտնիքը իմաստի եւ հավերժության եւ այլն, սա երկար խոսելու նյութ է եւ մարդիկ ինձանից ավելի խելացի շատ են խոսել սրա մասին։ Հիմա ով ականջ ունի լսում է, ով միտք ունի հասկանում է, թե այս որտեղից է գալիս, ուր է գնում։ Բայց եթե վերադառնանք արժեհամակարգին, այո, մենք մոռացել ու կորցրել ենք կամ հրաժարվել ենք մեր արժեքներից, որտեղ արժեքը իրականում միշտ կա, խնդիրն այն է մենք հեռացել ենք, թե դեռ տեր ենք։ Մենք արդեն տեր չենք մեր արժեքներին, իսկ ուրիշի տվածը քեզ համար արժեք չի դառնալու, որովհետև արժեքները նաև քո նկարագրից, քո հոգի կրթվածքից, ազգը կենդանի մարմին է, ինքը իր հավաքականության մեջ է նաև կենդանի մարմին։ Հիմա դուք ձեր արժեքները մոռացեք եւ հարևանի աղջիկը արժեքները վերցրեք։ Նրանք երբեք ձերը չեն դառնալու։ Դուք ամենաշատը կրկնօրինակելու եք, կապկելու եք, հրաշալի բառ կա, չէ՞, կապկել եք եւ ձերն էլ կորցնելու եք եւ
բացարձակ հետաքրքիր չեք լինելու, որովհետև այդ տեսակը կա կենթանի, ձեր հարևանի աղջիկն է։ Ես ինչու պիտի ձեր կրկնօրինակին գնամ։ Ո՞վ է կյանքում կրկնօրինակով։ Անկամ շորի մեջ, եթե բրենդը չի, մենք արհամարում ենք, չէ՞։ Ասում ենք նույն բանն է, նույն շապիկն է։ Ասում ենք նա բրենդ, նա իսկականն է։ Բա մարդն էլ, ազգն էլ իսկականը պիտի լինի։ Հիմա մեզ ստիպում է իսկականից մեր հրաժարվել եւ դառնալ կրկնօրինակը։ Մենք բրենդային ազգ ենք եղել ու կորցրել ենք մեր արժեհամակարգը։ Մենք ի վերջո սա նույնիսկ եմ ասում, սա գլուխ գովել չի, ով պատմություն գիտի, տգիտությունից է, որ մարդիկ իրենց ինքնությունից հրաժարվում են։ Տգիտությունից, անինքնաճանաչությունից է, որ հրաժարվում են։ Մենք գիտենք, որ դա գոռոզանալու ու պարտանալու բան չէ, որ մենք այդքան հզոր արժեհամակարգ ունենք, դա աստվածային պատասխանատվության, պարտականության խնդիր է, որտեղ եթե դու շատ բան գիտես, դու արդեն ուսուցիչ ես դառնում։ Մենք ազգուսուցիչ ենք եղել, հասկանում եք, ամբողջ պատմության ընթացքում նայեք։ Եվ հիմա մեզ ասում են, որ դու այն ստորագույնին պիտի գնաս, որովհետև այնտեղ ավելի ապահով է ուտելն ու գոյություն ունենալը։ Ընդամենը դա է պատճառը։ Ինչ են մեզ խոստանում վերջո։ Այ կհաշտվենք թուրքերի, ադրբեջանցիների հետ, կկրակեն, չկրակեք, կամ պատվեն չպատասխանեք, չէ, որովհետև բայց փոխարենը կարող եք արդեն հանգիստ լինել, որ չեք մեռնի, կուշտ կուտեք, որտեղ էժան ավելի կբերենք։ Բայց արդյոք հայ զինվորը կլսի այդ հրամանը եւ զինվորը կներեք, իրենց մի մեղադրեք։ Զինվորը լսում է, որտեղ եթե չի լսում, թիկունքից են կրակում։ Այսքան սպանություններ են լինում։ Դուք վստահ եք, որ նրանք հենց այն զինվորները չեն, որոնք չեն լսել։ Ես վստահ չեմ։ Տիկին Տոնյան, եւ երբ կորցրեցինք այն արժեհամակարգը, որի մասին խոսում ենք անցնող րոպեների ընթացքում։ Գիտեք, արժեհամակարգի պահպանողը, մենք ինչու են ազգերը ձգտում պետություն ունենալու։ Աշխարհում հազարավոր ազգեր պետություն չունեն, որպեսզի ստեղծեն մի կառույց, որը տեր է կանգնելու այդ արժեհամակարգին եւ անընդհատ դրանք ավելի լավացնելով, ավելի կարեւորելով ժողովրդին ավելի հզորացնելու է, որովհետեւ արժեհամակարգն է հզորացնում որևէ ազգի։ Հիմա մենք այն պահից կորցրեցինք, երբ որ մեր իշխանությունները պետականության պահողները չեղան, այլ այդ աղբյուրից օգտվողները եղան։ Իսկ ցավոք սրտի կներեք սովետական միության տարիներին անգամ երբ որ մենք անկախ չէինք, այսօր շատ են չէ կողսում, փոխարենը մենք անկախ ենք։ Ծիծաղելի է այդ անկախությունը։ Կներեք, եթե ես պիտի անկախ կոչվեմ, բայց չզարգանամ, իմ տեսակի մեջ չզարգանամ, ինչին է պետք այդ անկախությունը։ Անկախությունը ինձ պետք է, որ ես հզորանամ, որ ես զարգանամ իմ տեսակի մեջ հենց։ Հիմա եթե այս անկախությունը մեզ բերել է թրքացում կամ ապազգայնացում, ինչ 100 տարի պետք չէ, ապա հայկականացում, չէ՞։ Իսկ դա մենք տեսնում ենք, ինչ ահռելի չափերով է այսօր գնում ապազգայնացումը։ Նույնիսկ հրահանգ ենք ստանում ռազմահենասիրական որևէ դաս չթույլատրել դպրոցներում։ Ով մի հայը մի օր կհավատար, որ մենք այդպիսի հրահանգ կստանանք կրթության նախարարությունից։ Դուք պատկերացնում եք։ Ես չգիտեմ, ես մենք մտածում կարող է կեղծել էին, Facebook-ում եմ կարդացել միջալոց ասեմ, կոնկրետ հրահանգ չենք ստացել։ Հնարավոր է կեղծել են, լավ կլինի որ կեղծած լինեն, չնայած ես ամեն ինչ եմ սպասում այս իշխանություններից, բայց ամեն դեպքում մենք այն պահին կորցրեցինք, երբ որ մենք պետությունը իմ համար է սկսեցինք մտածել եւ ոչ թե մենք եկանք ծառա դառնալու եւ հենց դրանով տերը դառնալու պետության։ Մեր բոլոր իշխանությունները եկել են պետությունը ես եմ պետությունը իմ համար է, խոստովանված կամ չխոստովանված։ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է պետությունը ես եմ, ասում է կառավարությունը մտնում է, որ ես չպիտի լսի, չէ՞, այսինքն պետությունը ես եմ։ Մյուսները գուցե այդպիսի արտահայտություններ չէին արել, բայց այնուամենայնիվ պետությունը մի ծառայել է իշխանությունների ավելի լավ ապրելու, հարստանալու, ավելի իրենց հարմարավետ զգալուն, հենց դրանով էլ քանդել ենք մեր արժեհամակարգը։ Իսկ երեխան օրինակով է սովորում։ Դրա համար այսօր մեր երեխաներին բոլորը ասում են, բոլոր մանկավարժներն ասում են, ահավոր է, էլ չենք կարողանում, բայց երեխան ինչ տեսնում, էլ սովորում է։ Բայց դուք եք կերտել այդ հասարակությունը, հարգելի մանկավարժներ։ Այսօրվա բոլորին ումից դժգոհ եք, բայ 3 աշակերտ էին։ Մի հատ մտածեք այդ աշակերտին ով այդպես դաստիարակեց։ Ցավալի է, բայց փաստ է։
Այսօրվա այս քաոսի իրական մեղավորները մենք ենք, մանկավարժներս։ Երբեմն ինձ ասում են չարացած եք, վատատես եք, ոչ։ Հայաստանում չկա մեկ ուրիշը, որ ինձ նման լավատես է։ Հակառակ դեպքում ես դպրոց չէի մտնի։ Ես ամեն օր իմ աշակերտների մեջ տեսնում եմ վաղվա նժդեհներին։ Նժդեհը վերադառնալու է։ Հավատացեք, վերադառնալու է։ Եվ նրան ծնելու է հենց այս օրերի գործած չարիքներն են ծնելու նրան։ Միշտ էլ այդպես է։ Ժողովուրդը մեղքեր է կուտակում, հետո գալիս է մեկը, որ նրան մաքրագործում է։ Լավ է լինելու, չմտածեք։ Շնորհակալ եմ շատ այս գեղեցիկ զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի հասարակական գործիչ, մանկավարժ Կարին Տոնոյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։